Այժմ առաջին դասարանի մեր սաներին հրավիրում ենք բեմ, զանգակներով մեզ համար պիտի կատարեն մեր հայրենիքը, ապա բոլորս միասին կմիանանք ու կերգենք մեր հիմնը։ Հիմա մեր փոքրիկները նույն զանգերով կատարում են Սարդարաբադը։ Արաքին ազատ քույրեր, քույր Լուիզա և քույր Ռովանա, հարգարժան տնօրեն Դոկտոր Թեյես, մեր շատ սիրելի ծնողներ ու աշակերտություն, բարի եկեք մեր կրթօջախ։ Եվս մեկ մայիս, եվս մեկ առիթ հիշատակելու Սարդարաբադյան հերոսամարտը, եվս մեկ առիթ մեծարելու հանուն հայրենիքի սխրանքներ իրականացրած հայրենիքներին։ Եվ իհարկե, եվս մեկ առիթ խորհելու, որ ով ենք մենք առանց պետականության ու առանց հայրենիք։ Իսկ ինչ է հայրենիքը։ Երևի հայրենիքը հենց այն է, որ անհնար է հասկանալ խելքով, որին կարելի է և պետք է հավատալ միայն։ Հայրենիք, առանց քեզ սիրելու անհնար է աշխարհը սիրել և քեզ կորցնելուց հետո այլևս ոչինչ չեք ունենա կորցնելու։ 107 տարիներ առաջ շնորհիվ հրաշագործ հայրենիների հայը դարձավ ազատ քաղաքացի ու աշխարհի քարտեզի վրա հայտնվեց մեր չնաշխարհիկ Հայաստանի ազատ ու անկախ պետության հասցեն դրոշն ու զինանշանը, նոր շունչ ու ինքնություն տալով դարեր շարունակ ստրկության լուծը համբերած հայ քաղաքացուն։ Սարդարաբադի ճակատամարտը այն փաստն էր, որ երբ իրոք չեն լինում լուծումներ, խնդիրը գտնում են հնարք։ Այո, հայրենի հողը խելքորեն պաշտպանած հայրենին իրականացրեց այդ անհնարինը ու հիմնակար դարձավ պետականության, որ այսօր մեզ բոլորիս ինքնության իմաստ է տալիս և կոչվում է տուն հայրենի։ Սարդարաբադի պատերազմի հաղթանակը ուներ մեկ մեծ գաղտնիք,
Եվ դա հայ ժողովրդի միասնականության ուժն էր, որ ոչ միայն հետ շպրտեց դարանակալ թշնամուն հայրենի հողի սրտից, այլ հաղթանակեց այնպես, որ կարողացավ քանդել դարավոր գերության շղթաները։ Եվ մենք այս կրթական հարկի ներքո համախմբված աշխատում ենք այդ հաղթական, միասնական ու անսահման սիրո ոգին փոխանցել մեր մատաղ սերնդին, ուսուցանել նախնիած պատմությունը անցած ուղին, ճանաչել տալ երկիրը, որին կապված ենք գեներով, եւ ապա հուսալ, որ իրենք էլ այս խառն ու շփոթ աշխարհում կգտնեն իրենց կապը մայր հողի հետ ու կդառնան ոչ միայն բարի ու ազնիվ մարդիկ, այլ հայրենիքի օգտակար զավակներ։ Այս նկատառումներով է, որ մենք այսօր ձեզ հետ կիսում ենք Հայաստանի Հանրապետության առաջին անկախության առիթով մեր կրթօջախի տոնախմբությունը։ Բարի դիտում բոլորիս։
Այժմ մեր 4-րդ դասարանի աշակերտները ձեզ պիտի ներկայացնեն բեմականություն, որը նվիրված է մայիս 28-ի հաղթանակին և վերնագրված է մայիսը հաղթանակների ամիս։ Աշխարհի ամենամեծ քարտեզինվա, բայց մարդու փոխանցկաչափը սրտում դեղավորում է։ Հայրենիքը մեր մեկն է, մեկն ինչպես նաև մայրը, որը մարդիկ չեն սիրում նրա համար, որ նա գեղեցիկ է, հարուստ և լավ շորեր ունի, սիրում են, որովհետև նա մայր է։ Բոլոր հայերի մայրը, իմ զավակները ցրված էին աշխարհում ու ես տարեր շարունակ երազել եմ իր հին օրերը, երբ հզոր էինք, մեծ բուն ունեինք։ Եղավ այնպես, որ շատ տառապեցի, մեր մեծ ընտանիքը շատ ցավեր տեսավ, սակայն ինչպես վայելը, իմ զավակները նրանք ոտքի ելան, շքանքներ գործեցին, նորից վերադարձան ինձ մոտ։ Այդ գեղեցիկ օրերից էր 1918 թվականի մայիս 20-ը։ Զավակներս, մինչ օրս էլ մեծ հրքանքով եմ հիշում ձեր կատարած սխրանքները։ Ես Անդրանիկ Գոզանյանն եմ, ինձ գիտեն սերունդները։ Ես մշտապես սգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բան։ Իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որին երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։ Ինձ գիտեք, չրո, իսկ փունանունս Կրասաման Կանայան է։ Առաջին տարիներից իսկ երբ ծանոթացա ֆիդայիների պայքարի, որոշեցի ամեն բան անել, որ ավագ սերունդները ապրեն ու ազատ անկախ Հայաստանում։ Դա մեզ հաջողվեց, ու ես մեծ հրճվանքով կազմեցի հայկական առաջին բանակը, որն է վերականգնություն իր մեջքի։ Սոզեր Վարդանյան, հայրենիքի սիմվոլը, ամուսինը սերվող աղբի կողքին, ոչ կյանքս պայքարել հանուն ազատ ու անկախ Հայաստանի։ Ես Թովմաս Նազարեթյան եմ։ Իսկ ես Մովսես Սիլիկյան եմ։ Ես Դանիել Բեկփիրումյանն եմ։ Մենք ղեկավարեցինք Զարդարվադին գրիվը։ Մանուկյան Արամ, հավանացել եմ ինքնապաշտպանությանն է։ Ինձ էր վերապահված պատիվը հայտարարելու ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն տարեր անազատ լինելուց հետո։ Սա իմ երկիրն է։ Չափսերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ, փոքրիկ ինչպես սերացած մայր, փոքրիկ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդհանրվի արցունքի կաթիլ։ Սա իմ երկիրն է, չափսերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։
հայրենի, ոչ մի ասպայծառ, ոչ մի լույսի, քո հավերժական հմայքը չունեն, լերներից այն գոմ, ամբերից անթի։ Որքան էլ քեզնից ես ուրամ հերու, որքան էլ դար հողերում լինեմ, անհունության մեջ միջոցին թափուր, ես քեզ գորոնեմ հայրենի իմ դուր։ Երկիր հնամյա երկիր բաբենի, քո ոգուց շաղված լեզու մայրենի, քո հոգուց փուսված դենչանք ու գարոտ, ինչ եմ առանց քեզ միայն անդունի։ Անբանած սմեր թե բայձար քարում, արցունքի հովիտ կամ թրախտավայր, ես քեզ գդենչավ, ես քեզ գդանչեմ, ես քեզ նով գաբրեմ հայրենի իմ դուր։ Որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի, որին ասում են միակ։ Ես այս երգը երգում եմ սկզբից, որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու։ Ես այս երգը երգում եմ գլխաբաց, որովհետև դու նա ես, ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման, երբ մենք ճանապարհ ենք ընկնում, երբ մենք սկսում ենք օրը, երբ մենք ծնունդ ենք տալիս, դողին ու մտքին։ Եվ սիրեցեք միմյանց։ Եվ գեցե հայ ժողովուրդը։ Պարախումբը, փոքրիկները ներկայացնում են Քոչարի պարը։
կանչը։ ծնողներ և բարեկամներ, բաց մանկական և անսահման զգացական պատկերներով մեր աշակերտները ներկայացուցին ցեզի մեր հայրենիքի վերածննդյան պատմութենեն կրբակներ։ Կովերկեցին Սարտարաբադի հերոսնամարտերուն հաղթանակը, որպեսի մենք այլ վերհիշենք ու գրկին նորոգենք մայր հայրենիքի ուխտը, ամենքս վարտական ենք մեր հայրենիքին։ Ուր ալլանք մեկ է մեր նպատակը,
մեր հայ որդիները գրթել, ազնվացնել, աստվածահաճոտ դարձնել, որ հավատարիմ ըլլան ոչ միայն ծառայեն ընտանիքին, այլ օգտակար ըլլան մեր երկրին, մեր հայրենիքին։ Ահավասիկ ինչ որ մենք այս գործական հարգին ներքև գծկտինք ներշնչել և տասկերագել մեր մանուկները, որ կնահատեն իրենց նախնյաց արժեքները, հբար ըլլան իրենց հայ և քրիստոնյա քաղաքացի ըլլալուն։ Կշնորհավորեմ բոլորիս Հայաստանի Հանրապետության կազմակերպման դարեդարձի առիթով ու կբարձրացնեմ մեր աղոթքը առ Աստված, որ և Աստվածամայրը, մեր ամենուս մայրը, անսահման պահե մեր Հայաստանը և մեր ժողովուրդը։ Մենք դպրոցը, որ կանգարելի է գճանանք մեր փոքրիկներուն սրտի մեջ, Աստուծո սերը պրոշմենք և հայրենիքը սիրել։ Ցեզի կմնա սիրելի հայրիկներ և մայրիկներ, և փորձել փոքրիկները դունը կուքան, եթե կարելի է մի մոռնակ հայերեն իրենց հետ խոսելու։ Գիտեմ ոմանք դժվարություն ունին արտահայտվել հայերենով, բայց մեր պարտականությունն է, որ սովորեցնենք, որ վաղը ապակային, երբ որ ավարտեն հայրենու վարժարանը, գարենան խոսիլ հայերեն։ Հոգ չէ, որ երբեմն մեջը անգլերեն կխոսիկ, հոգ չէ, բայց ծեր լեզունները, բզդիկներուն հետ թող միշտ հայերեն ըլլա։ Դպրոցի մինագը չի կրնարնել, միասին պիտի ենենք։ Շնորհակալություն։